Բարի լույս բոլորին, սիրելիներս, մեզ մոտ էլի առավոտ շուտ է, բայց այսօր եղանակային պայմանները այդքան լավը չեն, մի ձևի խոնավ է, ծառի ծերին, ամենածերին թռչուն է նստել, աղավնի է, կարծում եմ։ Այդպես սիրելիներս, ասեցի ձեզ ողջունեմ, որ հետո գնամ իմ թերապիաներին, կարծում եմ թերապիաներից հետո կգնանք ծառերը խանգարում են, չեն թույլ տալիս, այստեղ, չգիտեմ երևում է թե չէ, կգնանք այդտեղ, մի քիչ ման կգանք, կարծում եմ օրվա մեջ կբացվի եղանակը և մեզ չի խանգարի հետաքրքիր ժամանակ անցկացնելուն։ Ուրեմն ժողովուրդ ջան, դուրս եմ եկել, հիմա իմ ամբողջ թերապիաներն արել եմ, մենակ մնացել է ջրային մասաժը, այդ հավես է ուղղակի, կգամ երեկոյանա։ Հիմա դուրս եմ եկել, ուզում եմ գնամ խանութ ու այստեղով էի անցնում, միացրեցի, որ ցույց տամ, նայեք գոլորշին դուրս է գալիս, այս պահին լավ է, ներսը մարդ չկա։ Ուրեմն երեկոյան, որ ռեստորանում էինք, տուն էինք գալիս արդեն, այս կողմով էինք գալիս ու այդ ինչ սիրուներ, մեջից լույսեր էր ոնց որ վառվում ու լիքը մարդ կար մեջը։ Ու բոլորը այստեղ եկել էին նկարում էին, ինձ հետաքրքիր է այս ջուրը տաք, թե չէ, մեկը ասում է տաք, մեկը ասում է սառն է, հա, գոլորշի դուրս է գալիս, բայց չեմ կարող հասնում, նա ես ձեր կտամ, այ սառը ջուր է, խոփում են ասում են տաք ջուր է, աղի ջուր է, ու այսպես նայեք, սենց կաթում է այստեղից, երեխեքս որ գան, այս շաբաթ կիրակի կգանք ստեղ, անմիջապես հենց իմ առողջարանի դիմացն է, իմ պատուհաններից երևում, բայց իմ առողջարանի դիմացն է, պատուհանից երևում է, իսկ քաղաքը հենց ստեղ է, հունական ռեստորանն էլ է այստեղ, էլի մոտ էր երեք։ Հիմա իջնենք մի հատ խանութ, մի երկու բան կա առնեմ ու հետ գանք։ Մի հատ էլ այս կողմից նկարեմ ու գնամ։ Երեխեքս որ գան, կգանք այդ ժամանակ էլ կնկարեմ։ Մի խոսքով ինձ խաբել էին, որ ասել էին ջուրը տաք է, որ նայում ենք այստեղից ինքը գոլորշի է դուրս գալիս։ Ոնց որ տաք ջուր լինի այդտեղից, բայց տաք ջուր չի։ Սառն էր, ես ձեռ տվեցի։ Հիմա գնամ խանութ արդեն, որովհետև պետք է հասցնեմ գամ, մնացել է իմ այդ ջրային մասաժը մենակ այսօրվա, գնամ դա էլ անեմ, խանութից վերադառնամ ու այսօր կհամարենք վերջ, վաղն էլ կանցկացնենք մի կերպ ու արդեն մերոնք կգան։ Այստեղ որ դուրս եմ գալիս քայլելու, տեսնում եմ ծնծաղիկները արդեն դուրս են եկել, ասում եմ մեր մոտ հիմա վաղուց դուրս է եկել։ Այստեղ հեսա նարգիզներն են, մի խոսքով։ Ժողովուրդ ջան, հասնեմ տեղ, խանութից նորից կմիանամ ձեզ, որովհետև հեռախոսի զարյատկան անստում ամբողջ ճանապարհը զրուցելով չգնամ, էլի։ Հասնեմ տեղ, այնտեղից նորից կմիանամ։ Կատարեցի խանութից, հիմա դուրս եմ եկել ու գնում եմ արդեն առողջարան, որտեղ ժամը 4-ին, հիմա 3-ն է, չէ, ունեմ ահագին ժամանակ, 4-ին վերջին տերմինս է, դա էլ անեմ ու վերջ։ Հիմա ստեղից կողմնորոշվում ոնց եմ գնում, գիտեք չէ, ամեն անգամ որ գալիս եմ, շփոթում եմ, ոնց պետք է գնամ ես կողմնորոշվելուց, տարածքների մի քիչ դժվար եմ կողմնորոշվում, մինչև սովոր։ Նայեք կակաչներս ոնց են բացվել ու գույնը փոխվել է, դեղն էլ ավելի, բայց արդեն թափելու ժամանակն է, երևի այսօր կամ վաղ արդեն կթափեմ ծաղիկներս։ Ժողովուրդ ջան, նոր մի քիչ առաջ մերոնց ճանապարհեցի, երեխեքս էին եկել, ամուսինս էր եկել, ինձ այս ծաղիկն են բերել, հանդիպեցինք ու իրանք գնացին քրոջս տուն, վաղը արդեն, ես այսօր չէի կարող այստեղ լքել, ուրբաթ է, դրա համար վաղը արդեն կգա ու ինձ կտանի, կիրակի հետ կբերի, իրանք գնացին արդեն քրոջս տուն, ունեք ինչքան լավն է ծաղիկս, պես դրել եմ արդեն կակաչներս թափելու ժամանակն է։
Լավ հնացել են։ Մի երկու բան կար ուզել էի, այստեղ որ վիդեոներ եմ անում, հեռախոսիս մեջ տեղ չկա, նոթբուքիս մեջ որ լցնում եմ ծանրանում է, Infest Platan էի ուզել, որ մեջը տեղափոխեմ նկարներն ու վիդեոները սրա մեջ։ Այդպես սիրելիներս, հիմա արդեն մերոնց ճանապարհել եմ, հեսա զանգեմ տեսնեմ հասել են, ոնց է ինչ չի, վաղը արդեն ամուսինս կգա իմ հետևից ու կգնանք քուրիկենցս տուն։ Բարի լույս բոլորին սիրելիներս, նոր եմ արթնացել, մեզ մոտ 7:30 է, պատրաստվում եմ գնալ Նախաճաշի, եկա այստեղ եւ տեսա այս հրաշքը, նայեք ինչքան գեղեցիկ է, չնայած հեռախոսը այդպես գեղեցիկ չի փոխանցում իր գույներին, ավելի մուգ է իր գույները։ Այստեղ լուսաբացը միշտ շատ գեղեցիկ է լինում։ Մի խոսքով սիրելիներս, դե ես հիմա շտապեմ գնամ Նախաճաշի, նրանից հետո նորից կմիանամ ձեզ։ Կրակը վառել ենք, հիմա ուզում ենք խորոված անենք, ները ոտի տակ տվեցինք, մեղջեցինք, նայեք ինչքան սիրուն ծաղկել են, ստեղն ես լավ տակ հա, դեմ ուրիշ յացենտներն էլ է հեսա դուրս եկել, փետրվարի 22-ն է, բոլոր աղջիկներով, բացի Դավիթից, Դավիթն էլ է էլի մեր հետ գալիս, գնում ենք տղաներին նվեր առնենք, քանի որ վաղը փետրվարի 23-ն է ու բայց մենք այսօր ենք տալու, որովհետև վաղը ես նորից պետքա գնամ առողջարան, ու դրա համար մենք այսօր ենք տալիս։ Հիմա գնանք տեսնենք ինչ նվերներ են գնում, փոքրիկ նվերներ ենք առնելու, բայց Դավիթինը պետք է թաքուն առնենք, որ ինքը չտենա։ Տենց է, ինքը եկավ մեր հետ, պետքա չգար։ Գանչիկն էլ Հայկոյի։ Սիրելիներս, մեզ մոտ էստեղ օր է փոխվել, 3 լավ ժամանակ անցկացնելուց հետո հիմա վերադառնում ենք հետ առողջարան։ Գնանք առողջարան, այնտեղի քաղաքում էլ մի փոքր կծբոսնենք ու այնուհետև ես մերոնց կճանապարհեմ դեպի տուն։
Այդպես ժողովուրդ ջան, մերոնք գնացին, ես էլ հիմա պատրաստում եմ գնամ մի քիչ պարկեմ հանգստանամ, դրանից հետո կարթնանամ ու կգնանք մի քիչ ման գալու, քանի որ եղանակը լավ էր, նոր մերոնց հետ այս կողմերի վրա էինք գնացել, լավ բաներ կա հետաքրքիր, կգնանք միասին մի քիչ կզբոսնենք, հետո արդեն այսօրվա օրը այդպես կավարտենք, քանի որ Կիրակի ամեն բան փակ է, այստեղ էլ ոչ մի գործողություններ չկա անելու, դրա համար ազատ ենք էլի, ազատ կարող ենք դուրս գալ գնալ ման գալու, քանի որ տերմիններ չունեմ։ Այդպես Ժորժ ջան հեռախոսի զարյատկան էլ նստեց, հիմա տանը մարակ դնեմ զարյատկի, հետո էլի կմիանամ ձեզ։ Սիրելիներս, մերոնց ճանապարհելուց հետո անցել է մի 2 օր, այդ օրվանից հետո ոչինչ չեմ նկարել, օրերը շատ արագ են անցնում ու ձեզ խոստացել էի, որ մերոնց ճանապարհեմ կգնամ մի քիչ այն կողմերում ման կգամ, բայց քանի որ այդ օրը հոգնած էի քնել եմ, իսկ արթնացել եմ ու էլ հավես չունեի գնալու, դրա համար մենք կգնանք այս շաբաթ Կիրակի, որտեղ սա իմ վերջին շաբաթ Կիրակին է, երեքշաբթի ես հետ եմ գնալու։ Ինչ ես ասել, հա, քանի որ այստեղ օրերը շատ արագ են անցնում, չեմ հասցնում էլի այս սպորտների, մարզումների հետ մեկտեղ գնալ քաղաքում զբոսնել։ Մի խոսքով տարբեր բաներ ունեի անելու, դրա համար էլ չեմ գնացել, խոստումս չեմ կատարել, բայց շաբաթ Կիրակին, վերջի շաբաթ Կիրակին է, կարծում եմ ժամանակը գտնեմ ու կգնանք այդտեղ զբոսնելու միասին։ Իսկ ես էլ կամ ներսելի արդեն ես էլ նոր եմ հեծանիվ քշելուց եկել, հեսա մի քիչ հանգստանամ, գնում եմ ճաշի, մեր Միթագեսենն է, Միթագեսենից հետո գնալու եմ Laufband, ինչպես է կոչվում հայերեն, չգիտեմ դրա հայերեն տարբերակը։ Դրանից հետո պետք է գնանք քայլելու, իսկ քայլելուց հետո արդեն ընթրիքն է, ընթրիքից արդեն հոգնել ենք այստեղի ուտելիքներից։ Հիշում եք, նախորդ անգամ գնացել էինք հունական ռեստորան 3 աղջիկներով։ Այս անգամ մի քիչ ավելի ենք շատացել, 6 հոգով ենք, գնալու ենք համբուրգերանոց, համբուրգեր ուտելու, իսկապես այստեղի ուտելիքներից հոգնել ենք, ել չենք ուզում այստեղի ուտելիքները, տենց մեկ-մեկ երեկոյան գնում ենք ուրիշ տեղ սնվելու։ Այդպես սիրելիներս, այսօրվա պլանս այդքանն էր, եթե հարմար լինի, այնտեղ կնկարեմ, եթե չէ, արդեն չէ, որովհետև նստած ենք, զրուցում ենք, կատակներ ենք անում, իսկ այդ ժամանակ հեռախոսը հանել ու վլոգ նկարելը այդքան էլ գեղեցիկ չէ։ Նրանից հետո, եթե հետաքրքիր ինչ-որ մի բան լինի, անպայման նորից կմիանամ ձեզ։ Իսկ հիմա գնում եմ տաք ջուր բերեմ, որպեսզի սուրճ պատրաստեմ, միած սուրճ խմեմ, որովհետև մի կես ժամից պայմանավորված ենք, պետք է արդեն դուրս գանք։ Ժողովուրդ ջան, խոստացել էի, որ երեկոյան պետք է դուրս գամ ու գնամ այս տեղը, քանի որ անցած անգամ ասացի երեկոյան այստեղով անցնում էինք, ինքան սիրուն էր, մեջը լույսեր էր վառվում, արդեն երևում է, այսա գնանք տեսնենք։ Իմ վերջին օրերն է այստեղ, այսօր քանի շաբթի, 4 շաբթի, 5 շաբթի ուրբաթ, 2 շաբթի էլ կլինեմ ու արդեն 3 շաբթի առավոտ պետք է այստեղը լքեմ։ Հիմա միասին գնանք մի հատ երեկոյան նայենք ու ոնց որ թե ներսում մարդ չկա, կան հետաքրքիր, ուրեմն չեմ հիշում ասել եմ թե չէ, բայց ոչինչ մի հատ էլ ասեմ, եթե չեմ ասել, ուրեմն շատ տարբեր մարկանցից եմ հարցրել, թե այս ջուրը տաք է, թե սառը, բոլորը ասում էին, թե տաք է, որովհետև ինքը այսպես գոլորշի է դուրս գալիս, սա մոտենամ ցույց տամ, բայց պարզվում է, որ գոլորշին ուրիշ տեղից է դուրս գալիս, ոչ թե այս ջրի մեջից է, հաստե մարդ կա։ Նույնად սա էլ նկարեմ, այսպես լույսերով, սիրուն, սառը ջուր է սովորական, բայց շատ հանգստացնող տեղ է, այստեղ մարդիկ գալիս են, նստում են ու լավ հանգստանում են։ Հեսա ես էլ եմ մի քիչ նկարեմ, ես էլ եմ ձեզ անջատելու, այստեղ մի քիչ նստեմ ու մտածեմ։ Այս տարածքում շատ հետաքրքիր բաներ կան, չգիտեմ, անցած անգամ միասին եղել ենք, թե չէ, որտեղ այնքան շատ եմ նկարել տարբեր տեղեր, արդեն չեմ հիշում էլի որտեղ ինչ եմ նկարել։ Մեկ-մեկ գալիս ենք, այստեղ զբոսնում ենք։ Մի խոսքով, հա, ընկերներիս նեղացրել եմ, ասեմ ինչով եմ նեղացրել։ Ինձ ասեցին, ուրբաթ օրը գնանք չինական ռեստորան, հնայք ինձ սիրուն այստեղ ձերևն։ Դե երեք գնացել էինք բուրգեր ուտելու, արդեն հերիք էր, սա էլ իտալականն է, սա է։ Հա,
ոնց որ հենց սա էս կանաչ լույսը որ վառվում է շատ մոտ է մեզ էլի այս ամեն ինչը չինական է հեռու է մոտ 20-30 կիլոմետր հեռու է մեքենայով պետք է գնանք ես էլ դե չեմ ուզում մեքենայով այդքան ճանապարհ գնամ մերժեցի ասեցի իրականում չեմ ուզում կամ նեղացել են ասում են առանց քեզ միշտ ամեն ինչ իրար հետ են կարել հիմա առանց քեզ լավ չի լինի բայց դե չեմ ուզում գնամ եթե այստեղ լիներ այս քաղաքում լիներ հաստատ կգնայի էլի բայց ուրիշ քաղաք չեմ ուզում գնամ Ժողովուրդ ջան ուրեմն հենց նոր խանութ էի գնացել ու մոռացել էի ձեր հետ կիսվել գնացի էդեկայից մի քանի փոքրիկ բան կար առնելու քանի որ ընթրիքին չեմ գնացել որոշեցի կամ այսպեսի մի երկու բան առնեմ գնամ իմ մոտ այնտեղ կուտեմ ընթրիքը իմ սենյակում կանեմ հիմա քաղաքի կենտրոնում եմ այստեղի դեռ խանութները բաց են որովհետև ժամը մեր մոտ այս պահին պիտի նայեմ նոր ասեմ 7-ն է լինում հիմա բարձրանամ դեպի իմ առողջարան այստեղ պաղպաղակ ուտելու տեղ կա, կարելի է շաբաթ օրը եթե եղանակը լավ լինի կամ այստեղ սուրճ խմեմ ու պաղպաղակ ուտեմ կարծում եմ ընկերներս չեն միանային, որտեղ ես իրենց նեղացրել եմ իրանք քանի անգամ ասեցին գնանք, ասեցի չմերժեցի, հաստատ իրանք իմ հետ չեն գա այստեղ բայց ավելի լավ մեկ-մեկ պետք է մենակ մնալ, մենակով կգամ, հենց պաղպաղակի տեղը, գիտեք խառնեցի ճանապարհը, հեսա, շատ իջա, չէ, սենց գնում ենք, ես կողմնորոշվելու շատ վատ եմ, նոր ամուսնուս հետ խոսալով գնում էի ինքը բացատրում էր ոնց գնամ որ հասնեմ էդեկա մի քանի անգամ եղել եմ բայց ճանապարհները խառնում եմ այս տարածքներում շատ ենք լինում հատկապես խմբով որ իջնում ենք քայլելու այն որ սարերով ձորերով էլի գնում ենք իջնում ենք քաղաքով էլ ենք պտտվում ու գնում ենք նորից հետ առողջարան, հա հեսա, սա են լույսերով տեղ, սա մոտենամ ցույց տամ, հունական ռեստորանն է, անցյալ անգամ որ եկել էինք, աղջիկներով այստեղ էինք եկել, օրինակ հունական ռեստորանը ինչա դուր եկա, որտեղ համար մեր քաղաքում էր ու մոտ էր։ Սա է հունական ռեստորանը, ես sense պետք է գնամ։ Այդպես սիրելիներս հիմա բարձրանում եմ նորից այդ սիրուն տեղը։ Մի քիչ զանգեմ մերոնց, այնտեղից նստեմ, մի քիչ մերոնց հետ էլ խոսամ, ու նոր կբարձրանամ արդեն համար։ Այդպես սիրելիներս, կարծում եմ այսօր այսքանը, էլ ուրիշ բան չկա մեկնաբանելու, իսկ դրսում արդեն մութ է։ Ես էլ հատուկ լուսավորություն չունեմ, որ կադրը որակով ցույց տա, անորակ կադրը, դրա համար եկեք այստեղ հրաժեշտ տամ։